Գինեսի 2 ռեկորդ 2600 աշխատակից, նոր ավանդույթներ հյուրընկալության ու գյուղատնտեսության ոլորտներում մասնագիտական կրթության ակադեմիա։ Այսպես է Երեմյան ընկերությունների խումբը նշում հիմնադրման 20-ամյակը, նշանակալի թվերով ու փաստերով։ Բայց իրենց պատմությունը նախ եւ առաջ մարդկանց մասին է, ընդգծում է Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Mēs cilvēkiem ir ճիշտ նպատակներ մեր առաջ, հետևողական լինելու նպատակներին եւ բացը ճահել այն նպատակները, այն հաշվարկները, որոնք իսկ համել հետևածան մեր Արժեքները, որոնց շուրջ 2 տասնամյակ հավաքվել են ոլորտի լավագույն մասնագետները, շատ չեն փոխվել։ Սահմանել բարձր նշաձողեր, հանրահռչակել հայկական ուտեստները, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրո-քարտեզին ու բարձր որակ ապահովել ընկերությունների խմբի բոլոր ռեստորանային, կաթնամթերքի արտադրության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Մեր համար կարևոր է եղել արժեքներ ստեղծել, կարևոր է եղել որակով ներկայանալ մեր հյուրերին։ Մեր համար կարևոր է եղել թիմի վերապատրաստումը և թիմի հետ աշխատել։ Մենք շատ կարևոր և ներկայացի խոսույթ ունենք մեր թիմում, եթե մեր ռեստորան գալիս են և խոհ են գնում, նաև Հայաստանից են գնում և այդ միտքը եղել է բոլորի թիմի, բոլորի ամենատեղի մեջ։ Գյուղատնտեսության ոլորտում Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում 2019 թվականից սերմից սեղան հայեցակարգով։ Սա նշանակում է, որ սերմը սեփական դաշտերում ցանելուց, բարձր սննդային արժեքներով կեր ստանալուց մինչև ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամքը, կերակրումը, փակ շղթայով կթի իրականացումը, փոխադրումը գործարան, շշալցումը և առաքումը վաճառակետեր իրականացնում և վերահսկում է ընկերությունը։ Այս տարիների ընթացքում ընկերությունն արտադրել է 28 միլիոն լիտր կաթ, մշակել է 1200 հեկտար հող, ստացել 50 հազար տոննա կեր, կառուցել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության շինություն։ 2019 թվականին հիմնվել է նաև խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան։ 2 տարվա ընթացքում ակադեմիայում մշակվել է կրթական 4 ուղղություն՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենտ և սպասարկում։ Ստեղծվել է 70-ից ավելի դասընթաց, համագործակցություն է ծավալվել 60-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս պահին ընկերությունների խումբը Հայաստանում հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն և հարկատուն է։ Պատասխանելով ռադիոլուրի հարցին Դավիթ Երեմյանը շեշտում է՝ բիզնեսի զարգացման համար կարևոր է նաև պետության աջակցությունը։ Պետությունը պետք է բիզնեսին աջակցի, որ կարողանա բիզնեսը ամենը կյանքի կոչել, շատ են կարևորել, այն ժամանակ էլ հիմա էլ, և ես այս պահին չեմ նկատում խոչընդոտներ, ընդհանրապես նույն այս գյուղատնտեսական ծրագիրը կյանքի կոչվել պետության աջակցության շնորհիվ։ Ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան, 13 հայեցակարգով։ Ունի 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց ձորում և Լոռու մարզում։ Վերջինս, ի դեպ, ամենամեծն է Հայաստանում և եզակի տարածաշրջանում իր սերմից սեղան հայեցակարգով։ Երեմյան կաթնամթերքի ժամանակակից գործարանը FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ և մանկական կաթի վկայագիր է ստացել։ Ընկերությունը գործում է Հայաստանի 6 մարզերում և Երևանում։ Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգ
մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանն ասում է, ընկերությունը հաջողել է ոչ միայն նեղ մասնագիտական, այլև սոցիալ-հասարակական հարցերում։ Մեր առաքելությունների հասնելու ճանապարհին մեզ օգնել մի շարք հասարակական և սոցիալական նորմեր, որ տարբեր հասել են առողջ ապրելակերպի և սովորությունների զարգացմանը։ Երկար իրականացել ենք ինչպես հանրային վերջնությունների շրջանակներում, այնպես էլ հատուկ ծրագրերով վերջին կողմից, ինչպես օրինակ կապդրոսների ծրագիրն է, եթե խոսում ենք կապման թերքի մասին, ապա կապդրոսների ծրագիրն է, ինչպես օրինակ կաթի համաշխարհայինորը, որ արդեն մի քանի տարի ինչ նշում ենք ընկերության փոցով։ Ընկերությունը Գինեսի 2 ռեկորդ է գրանցել և դրանք նվիրել է Հայաստանի Հանրապետությանը։ Դրանք են աշխարհի ամենամեծ գաթան և մեկ ժամում ամենաշատ թվով բաժակներով կաթի օգտագործումը։ Որպես գյուտ են գրանցվել չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտները։ Ընկերության կողմից ստեղծված յուրաքանչյուր կոնցեպտ վերածվել է Հայաստանը ներկայացնող բրենդի։ Ընկերությունը նաև կաթնամթերք է արտահանում Վրաստան և Ռուսաստան, սակայն դեռևս փոքր քանակով։ Ես միշտ ընդգծում եմ, որ այս նախագիծը պետք է առաջի հերթին մեր Հայաստանի Հանրապետության բնակիչների համար լինի, հետո նոր եթե մեծացնենք, ինչի՞ չէ նաև կարտահանենք։ Այսպես Երեմյան ընկերությունների խումբը ոչ միայն ամփոփում է անցած 20 տարիները, այլև գործունեության նոր փուլ սկսում։ Խոստանում են հոբելյանական տարվա անակնկալները, նոր նախագծերն ու ոլորտը զարգացնող գաղափարները շատ են լինելու։ Անահիտ Սվարյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։